Ձեզանից անմեղը թող առաջինը քարն նետի այս կնոջ վրա։ Այսպես ասաց մեր Տերը Հիսուս Քրիստոս Հովանու ավետարանում, երբ որ մոտեցել են եւ ուզում էին քարկոծեին մեղքի մեջ բռնված մի կնոջ։ Եվ բոլորը հերթով մոտենում էին, Քրիստոս ինչ որ բաներ գրում ավազի վրա ու թողնում գնում էին։ Ոչ ոք չքարկոծեց այդ կնոջը։ Եվ Տերն ասաց այդ կնոջը. «Տես ոչ ոք քեզ չմեղադրեց։ Գնա, այլևս մեղք մի գործիր»։ Տեսեք Քրիստոս ինչպիսի լուծում տվեց հարցին։ Ամբողջովին փրկեց, ազատագրեց ոչ թե այդ կնոջ մարմինը, այլ հոգին ազատագրեց։ Եվ երբ որ հոգին ազատագրվեց, բնականաբար մարմինն էլ ազատագրվեց, այսինքն մարմինը փրկվեց քարկոծումից, հոգին ազատվեց մեղքից։ Ինչու? Ներողամտության սիրո շնորհիվ։ Հրեաները ինչ պիտի անեին, արել են ինչ որ անելու էին։ Այդ կնոջ անառակին պիտի քարկոծեին, անառակին, այսինքն մի անգամ երևի մեղքի մեջ բռնվել է, չես իմանում ինչու համար, չէին քննում պատճառները, օրենք կար։ Բռնվել է մեղքի մեջ, վերջ պիտի քարկոծվի։ Օրենքը սա էր, արտաքին մեղքի վրա պարտադրանք կար, արտաքին մեղքի պատիժ կար, վերջ, սա էր, ուրիշ բան չէր կարողանում, իզորու չէր մարդկանց հոգու փրկությամբ զբաղվելու մովսիսական օրենքը։ Եվ Տերը ասաց ձեր մոտեցումը սխալ է, դուք ոչ թե մարմինի անդամը կտրելով մարմինը փրկում եք, ոչ, դուք անդամահատում եք մարմինը, ձեռքն եք կտրում, ոտն եք կտրում, դուք մարմինը չեք բուժում, դուք ընդհանուր նայեք, մարմինը փոխկապակցված է, այսինքն հասարակությունը դա մեկ մարդով չի, ինչը դրդեց այդ կնոջը մեղք գործելու, չէ որ բազմաթիվ պատճառներ կային, եթե այդ պատճառները դու քննես, տեսնես, որ մենակ մեղավոր այդ կինը չէր, սա էր ուզում ասել Տերը, ձեզանից առաջինը, ով անմեղ է, թող քարն նետի այդ կնոջ վրա, եւ եթե իրապես անմեղ լիներ ինչպես Քրիստոս, ոչ թե քար կնետեր, այլ կներեր այդ կնոջը, որտեվ Քրիստոս էր, չէ, բոլորի մեջ անմեղը, միակ անմեղը Քրիստոսն էր, հենց Քրիստոս կարող էր առաջին քարը նետել, բայց Քրիստոս իր օրինակով ցույց տվեց, որ մեղավորի վրա քար նետելով հարց չես լուծում։ Ժամանակը գա, բոլոր մեղավորները իրենց պատիժը կստանան, բայց դեռ ժամանակը չի եկել։ Հիմա ներողամտության դարն է, սիրելու դերն է, ներելու դարն է, բուժելու դարն է։ Եվ Քրիստոս այդ արարքով բուժեց մեղքի մեջ բռնված կնոջը։ Ժողովրդին սովորեցրեց, որ հերթով մոտենում են, ինչ էր գրում ավազի վրա Քրիստոս։ Ամեն մեկի մեղքն էր գրում։ Մոտենում էր շնացողին մեղքի մոտ բռնող մարդը եւ ասում էր դու շնացող ես։ Դու ինչպես ես շնացողին քարկոծում, եթե ուզում ես, քեզ էլ պիտի քարկոծեն։ Եվ մյուս մարդկանց ամեն մեկին իր մեղքը գրում էր ավազի վրա, հերթով մոտենում էին, հեռանում էին։ Եվ այդպես էլ Քրիստոս բուժեց կնոջը։ Եվ համոզված եմ, որ Տիրոջ խոսքը անսուտ է, գնա այլևս մեղք մի գործիր, եւ այդ կինը գնաց եւ այլևս մեղք չգործեց։ Այդպեսի մի մեծ մեղավոր էր նաեւ Մարիամ Եգիպտացին, որ հետո մեծ սուրբ դարձավ։ Իսկ ինքը յուղավեր կանած միշտ չի։ Չէ, ուշ է ինքը 4-րդ, 5-րդ դարը Մարիամ Եգիպտացի։ Հարկոծվող։ Անուն չի հիշատակվում, անուն չի հիշատակվում։ Ուրեմն Քրիստոսի փրկagorցությունը կամ շնորհի օրենքը մեղքի արմատներն էր բացահայտում, ամբողջական բուժում էր ցույց տալիս։ Ուզում էր ասել, որ դուք ձեր հասարակությունից հանեք անբարոյական մտածելակերպը, իրար սուրբ աչքերով նայեք։ Ինչ է դու նայում ես եւ ցանկասեր աչքերով ես նայում, դա արդեն շնացար։ Դու չարի աչքերով ես նայում, եթե աչքերով նայեցի ու ցանկացար, արդեն շնացար սրտումդ։ Մաքրի քո աչքերի պակշոտ հայացքը, տես ուր է գնում Քրիստոս, խորքն է գնում, սիրտն է գնում, սրտիդ մեջ։
ցանկացար շնացար, սիրտդ մաքրիր ցանկասիրությունից, չես շնանա, ոչ սրտումդ կշնանաս, ոչ էլ մարմնով կշնանաս, այսինքն մաքրի քո միջից չար ցանկությունը, աչքերիցդ, սրտիցդ հանիր եւ մեծ գործ արած կլինես, կվերանա, արմատախիլ կլինի չարությունը, մաքրվի հասարակությունը, այսինքն մենք միմյանց պետք է օգնենք, որ մեղքը դուրս գա, միմյանց պետք է աջակցենք, եթե պետք է ներենք, եթե պետք է սիրենք, եթե պետք է խրատենք, բայց ոչ երբեք քարկոծենք, եւ եթե մենք ուզում ենք ինքներս բուժվել եւ հասարակությունը բուժել, ապա պետք է սիրո շնորհի օրենքով առաջնորդվենք, ամեն